Տիկին Հակոբյան, դուք ձեր խոսքում ասացիք, որ հայտարարությունը պարունակում է դատապարտող որակումներ։ Ինձ կասեք, բա ֆաշիզմի ու նեոֆաշիզմի մասին ոնց խոսենք, փշի անելով, գովաբանելով, աշխարհի բոլոր երկրները, անկախ իրենց աշխարհաքաղաքական ուղղվածությունից, այդ թվում նաև այն երկրներ, որոնք եղել են Հայաստանին հակընդդեմ ճամբարում այդ պատերազմի ժամանակ, հիմա միաձայն դատապարտում են ֆաշիզմը եւ նեոֆաշիզմը։ Ես ուզում եմ հասկանալ, բացի դատապարտումից ֆաշիզմի ու նեոֆաշիզմի նկատմամբ, ուրիշ ինչ պիտի լիներ։ Պարոն Մամիջանյան, խոսքը դրա մասին չէր։ Ինչպես ասացի, հայտարարության տեքստը եւ նաեւ երբ որ օրինակ նայում ես այլ երկրներում նմանատիպ հայտարարություններին, պետք է միավորման մասին լինի եւ ոչ թե ինչպես ասացի, բաժանարար գծելու մասին։ Սրա մասին էր ամբողջ խոսքը եւ սա միասնության կոչ չէր։ Արձագանք։ Որպես արձագանք մեջ բերեմ հայտարարության վերջին նախադասությունը, որին դուք հիմա հակից զեկուցող եք ու ասում եք միավորման բան չկա մեջը։ Մենք համոզված ենք, որ քաղաքակիրթ մարդկությունն իր վճռական ոճը պետք է ասի 21-րդ դարում ֆաշիզմի եւ նացիզմի ցանկացած դրսեւորմանը։ Սա ուզում եմ հասկանամ ում է ոչ միավորման կոչ։ Մենակ մի միավորների, ֆաշիստներին եւ նեոֆաշիստներին։ Հա, իրանց դուրս ենք թողել այս հայտարարությունից։ Կարծում եմ դա տրամաբանական։ Տարբեր են լինում հայտարարությունները, տարբեր են լինում տրամաբանությունները, որոնք դրվում են այդ հայտարարության մեջ, բայց կարծում եմ այն երկրի ազգային ժողովը, որը նեոֆաշիզմի հետ բախվում է ամեն օր սահմանային կրակոցների տեսքով, դրան նախորդող ամենաաղաղակող դեպքը, որը նշված է հայտարարության մեջ, դա էթնիկ զտումն է, կարծում տրամաբանական է, որ այդ երկրի ազգային ժողովը այդ ծիրից պիտի նայի այս հարցին։ Ես չեմ հասկանում ինչու նա հարց է այստեղ, որովհետև դա տրամաբանական է։ Այն ժողովուրդը, որը արդեն որ-երրորդ անգամ առնչվում է, առերեսվում է, հիմա արդեն նեոֆաշիզմի հետ, այո, այսպիսի հայտարարություն պիտի ունենա այդ երկրի ներկայացուցչական մարմին։ Կարծում եմ դա տրամաբանական։ Հարցով ձեզ պատասխանել, պարոն Մամիջանյան, օրինակ, հայնական մեծ պատերազմի ժամանակ խորհրդային Ադրբեջանը նացիստ էր, թե հետո դարձավ նացիստ ձեր ձևակերպմամբ։ Ստիպված եմ պատասխանել երևի պարոն Խանդանյան։ Տեսեք, ես չեմ հիշում Տիկին Հակոբյան, դուք կրթությամբ քաղաքագետ եք թե չէ, բայց ազգերը նացիստ կամ ֆաշիստ չեն լինում։ Դա բխում է իշխող կարգից, դա նույն տրամաբանությունն է, որ դուք ինձ հիմա հարցնեք, իսկ հիմա Գերմանիան, չեմ ուզում օգտագործել հաշվի առնելով կարգավիճակը, որպեսզի միջազգային որևէ խնդիր չլինի, այնպես որ ես չեմ կարծում, որ տեղին է ես խոսեմ, թե խորհրդային Ադրբեջանը այդ տարիներին ինչ է արել, որովհետև ես սովոր չեմ գովել Ադրբեջանը, ի տարբերություն ոմանց։ Կարծում եմ ձեր հարցի պատասխանը ԵՊՀ-ի քաղաքագիտության գրքի կամ առաջին